Եթե մենք նայենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս գործընթացին, մենք կնկատենք, որ հաջորդել են, այսպես ասեմ, ճեղքումները բանակցային գործընթացի եւ նաեւ փակուղիները, եւ մենք չենք կարող ասել երբ է սպասվում ճեղքում առաջտած եւ երբ է փակուղին։ Ակնհայտ է, որ այսօր բանակցային գործընթացը փակուղու մեջ է, մի քանի պատճառներով, դրանցից իհարկե գլխավորներից մեկը ապրիլյան 1 տարի առաջ տեղի ունեցած պատերազմն է, որը բանակցային գործընթացի ամենամեծ հարվածը հասցրեց, բայց դա չի նշանակում, որ վաղը ընտրություններից հետո միջնորդները, մասնավորապես ռուսները, որոնք շատ ակտիվ են եւ ունեն շահեր այս տարածաշրջանում, նոր առաջարկներ չեն բերի, այնպես որ ասել, որ այսօր բանակցություններում փակուղի է եւ այդ պատճառով մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո, մեկ տարի հետո նոր կամ նորացված փաստաթուղթ չեն բերի, ճիշտ չէ։ Ես կարող եմ ակնկալել, որ ընտրություններից հետո, Հայաստանի խորհրդարանական այս ընտրություններից հետո ռուսները նորից կակտիվանան եւ կառաջարկեն մոռացված հինը եւ կփորձեն կողմերին, այսպես ասեմ, խաղաղություն ինչ որտեղ նաեւ պարտադրել։ Այսինքն այն թեզը Լևոն Տեր-Պետրոսյանի, որ փաստորեն Ռուսաստանի համար հիմա հարցը լուծելը շատ հրատապ է եւ Հայաստանն էլ գուցե պետք է օգտվի այդ իրավիճակից, այդպես է։ Նայեք, դժվարանում է միանշանակ ասել, որ սա ռուսների համար թիվ 1 խնդիրն է, որ նրանք Սիրիայում են եւ նրանք ուզում են իրենց թիկունքը ամուր պահել, բայց վերջին տարիների որոշակի գործընթացներ իրավամբ հուշում են, որ Ռուսաստանը ուզում է ավելի հաստատվել Կովկասյան տարածաշրջանում, ուզում է բավարարել իր մեկ այլ ռազմավարական դաշնակցի Ադրբեջանի ցանկություններն ու ակնկալիքները, եւ դա ակնհայտ է, որ ուզում է անել Հայաստանի եւ Արցախի հաշվին։ Հիմա սա ինչպես ենք մենք մեկնաբանում, սա լավ է թե վատ է, թողնում եմ մի կողմ, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը նման ցանկություն ունի եւ ուզում է Ադրբեջանին ավելի քաշել դեպի Եվրասիական տնտեսական միություն, դեպի ռուսական, այսպես ասեմ, տիրույթ, ռուսական ազդեցության ոլորտ։ Սա շատ հասկանալի է։ Ինչի սա կբերի, իհարկե դժվարանում եմ ասել, կախված է մի շարք այլ հանգամանքներից, մասնավորապես կախված է Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերություններից, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններից, արդյոք մենք պետք է ակնկալենք, օգտագործենք այս պատեհ, գուցե ճակերտների մեջ այս բառը դնենք այս առիթը, երբ որ զգանք, որ բերվում է մի լուծում, որը բխում է Հայաստանի եւ Արցախի հայ ժողովրդի շահերից, ես կարծում եմ հենց այդ ժամանակ էլ պետք է մենք փաստաթղթին այո ասենք եւ որտեւ ինչու եմ ասում փաստաթղթին այո ասել, մեկ բան է փաստաթղթին այո ասել, մեկ այլ բան է այդ ամեն ինչը գետնի վրա կյանքի կոչել։ Կախված նրանից, թե ինչպիսին կլինի ռուսական առաջարկները, նորացված առաջարկները, ըստ այդմ մենք պետք է, ըստ այդմ Հայաստանն ու Արցախը իմ կարծիքով պետք է առաջ շարժվեն, բայց պետք չէ ունենալ պատրանքներ, պետք է հասկանալ, որ ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ֆրանսիան եւ որևէ այլ միջնորդ կողմ չի կարող ներկայացնել մի փաստաթուղթ, որտեղ ամեն ինչ կլինի հօգուտ Հայաստանի ու Արցախի եւ ամեն ինչ կլինի ի վնաս Ադրբեջանի եւ հակառակը նման բան չի կարող լինել, որովհետեւ այդ դեպքում արդեն դա չի կարող համարվել լուծում եւ այն բանավեճը, որ այսպես ասեմ հրահրում է անընդհատ Լևոն Տեր-Պետրոսյանը, շատ պարզ է, հետեւյալն է, որ մի մտածեք, որ լավ լուծում է լինելու, անհնար է Ղարաբաղյան, Արցախյան հակամարտությունը լուծել եւ հետո երջանիկ լինել։ Նման բան չի լինելու։ Իմ տպավորությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը սա է ուզում ասել եւ նաեւ իմանալով այն փաստաթուղթը, որի շուրջ բանակցում է բավական երկար ժամանակ Սերժ Սարգսյանը, մենք կարող ենք ասել իրոք այդ փաստաթուղթը կյանքի կոչվելու դեպքում ոչ Հայաստանը, ոչ Արցախը երջանիկ չեն լինելու, որովհետև այդ փաստաթղթի բովանդակությունը, եթե անգամ մենք տեղյակ չենք, ենթադրենք, որ տեղյակ չենք, թեև տեղյակ ենք, Սերժ Սարգսյանը պարզ հստակ հայտարարել է, որ մենք Կազանում 2011-ին պատրաստ էինք վերադարձնել 7 շրջաններ, սակայն Ադրբեջանը ներկայացրեց մի շարք այլ նոր պահանջներ։ Եվ ինձ զարմացնում է մեր բանավեճի հենց այս պահը,
Սերժ Սարգսյանի նման հայտարարությունից հետո քար լռություն էր, քար լռություն, որևէ մեկը չէր խոսում կամ շատ քիչ մարդիկ են խոսում եւ ես հիշում եմ այդ օրերը ընդհանրապես ամիսներ առաջ էր անգամ շատ դժվար էր ինչ որտեղ լրագրողներիս կողմից բանավեճը այսպես եմ բանի տակ պահել որևէ մեկը չէր ուզում խոսել բայց նույն թեմայով հենց որ խոսում է Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի մոտ 50%-ը, այսպես կոպիտ թիվ ասեմ, պատրաստ է քննարկման մեջ մտնել եւ հիմնականում իհարկե դատապարտելով առաջին նախագահի պարտվողական քաղաքականությունը այն դեպքում երբ որ նույնը կամ դրանից ավել վատ բան Սերժ Սարգսյանն ասում է մենք ուզում էինք Ադրբեջանը ոչ ասած իմ համար սա է անտրամաբանական, անհասկանալին, անմեկնելին, թե ինչու է այսպես, ինչու մի դեպքում դատապարտվում է նախագահը, առաջին նախագահը, մյուս դեպքում գործող նախագահը չի դատապարտվում։ Գուցե դա նրանից է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրոք հավատում է, որ հարցը պետք է լուծել, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարելով, որ ուզում է հարցը լուծել, այնուամենայնիվ մտածում է, որ չէ, հարցը չպիտի լուծել, գուցե սրանից է, չեմ կարող ասել։ Ես կարծում եմ մեծ հաշվով հետևանքների վերացման հարցով որևէ նոր բան չկա։ 97 թվականի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի նշած այն 6 առաջարկները, 6 տարբերակները, որ Մինսկի խումբն է ներկայացրել, այնտեղ հետևանքների վերացման հարցում, փախստականների հարցում, անվտանգության երաշխիքների հարցում էական տարբերություն չկա։ Բայց կա տարբերություն մասնավորապես մադրիդյան փաստաթղթի եւ մյուս առաջարկների միջև այն իմաստով, որ մադրիդյան առաջարկներով առաջին անգամ եւ դա Լևոն Տեր-Պետրոսյանի իր նախկին հարցազրույցներից մեկում ասում է, առաջին անգամ Հայաստանը, ավելի ճիշտ Արցախը հնարավորություն է ստանում հանրաքվեի ճանապարհով վճռել իր ճակատագիրը։ Սա իհարկե նորություն է փաստաթղթի մեջ եւ մադրիդյան առաջարկները իհարկե այս իմաստով ավելի դրական են, քան մյուս առաջարկները, բայց մադրիդյան առաջարկներում մանրամասների մեջ շատ լուրջ վախեր կան, շատ լուրջ սպառնալիքներ կան, այսինքն այնպես չի, որ մադրիդյան առաջարկները այսպես շատ լավ իդեալական են այս իմաստով եւ մենք չգիտենք երբ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, ովքեր են մասնակցելու հանրաքվեին, որ տարածքում պետք է լինի հանրաքվեն եւ բազմաթիվ այլ հարցեր, ով պիտի դրա երաշխավոր լինի եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասել, որ այսպես կարող եմ ձևակերպել մադրիդյան տարբերակը մի փոքր առավելություն ունի մյուս տարբերակների նկատմամբ այն իմաստով, որ հանրաքվեի հարց կա եւ անուղղակի կերպով միջազգային հանրությունը առաջին անգամ ընդունում է, որ այո, Ղարաբաղը իրավունք ունի լինելու Ադրբեջանի Հանրապետությունից, Ադրբեջանի Հանրապետության կազմից դուրս։ Սա իմ կարծիքով էական է, բայց ես վստահ չեմ, որ այդ հանրաքվեն անցկացվի, որովհետև վտանգներ կան կրկնում եմ, եւ ես միշտ մտածել եմ, որ այս կետը, հանրաքվեի կետը հատուկ է մտցվել փաստաթուղթ, որպիսի կողմերի երեսները փրկվի, այսինքն face saving-ի համար է այս ամեն ինչը արվել, եւ այդ իմաստով ես վերջերս մի, այսպես ասեմ, թեզ եմ փորձել շրջանառության մեջ մտցնել, դա հետեւյալն է։ Միջնորդները հստակ ասում են, որ Ադրբեջանը չի կարող ընդունել Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս, բայց նաև ընդունում են, որ հայկական կողմերը չեն կարող ընդունել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Այսինքն մենք ունենք մի վիճակ, երբ որ երկու սկզբունքներ միմյանց հակասում են։ Նույն այս միջնորդները, այսպես ասեմ, off the record, այսինքն ոչ հրապարակման համար զրույցներում հստակ ասում են, որ Իլհամ Ալիևը, Ադրբեջանը հասկանում է, որ Ղարաբաղը այլևս չի կարող լինել, Արցախը այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հետևաբար իմ առաջարկն է, որպես լրագրողի, ով հետևում է Ղարաբաղյան կարգավորմանը 20 տարի ավելի, թող միջնորդները իրենք ճանաչեն Արցախը եւ թող Ադրբեջանը այդ ճանաչումը դատապարտի։ Մոտավորապես այն սցենարը, ինչ որ տեղի ունեցավ Կոսովոյում։
Այսինքն, եթե դուք մտածում եք, որ Ադրբեջանը երբեք չի ընդունելու այդ Ղարաբաղի անկախ կարգավիճակը, բայց նաև համոզված եք, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ապա խնդրեմ, որպես համանախագահող պետություններ, ընդունեք Ղարաբաղի անկախությունը եւ փաստի առաջ կանգնեցրեք ադրբեջանական կողմին։ Մի այսպիսի բան է հնչում Լևոն Տեր-Պետրոսյանի ասացի դեմ, մասնավորապես Սարմեն Ռուստամյանն է ասում, որ դες այն ժամանակ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը տարիներ առաջ ասում էր, էլի հարցը լուծեք, ավելի լավ տարբերակ չի լինելու, ավելի վատ է լինելու, եթե հիմա չլուծենք, ավելի վատ է լինելու, սակայն ինքը բերում է մադրիդյան սկզբունքների օրինակ, ասում է տեսեք, որ ավելի լավ տարբերակ էլ առաջարկվեց, այսինքն հենց այդ ինքնորոշման հարցը մտցվեց ի վերջո կարողացանք։ Հիմա էլ կարծես թե պետք է շարունակել մինչև հասնենք նրան, որ կարգավիճակի հարցը ընդհանրապես կամրագրվի կամ լրիվ առաջնային կդառնա։ Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ պնդում է, որ հապաղելը ամեն մի օր է կարծես թե տանում է դեպի կործանում։ Դուք որպես արբիտր, որ կողմին եք ավելի հակված։ Դուք եթե ձեր հարցը վերաձևակերպեմ, թույլ տվեք վերաձևակերպեմ, դուք ինձ հարցնում եք ժամանակը ում օգտին է աշխատում։ Ես այդպես եմ հասկանում։ Ես կարծում եմ ժամանակը աշխատում է նրա օգտին, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում։ Եվ այս իմաստով Հայաստան ժամանակը այնքան էլ Հայաստանի օգտին չի աշխատել, որովհետև անկախությունից ի վեր մենք ունեցել ենք ավելի քան 1 միլիոն, գուցե արդեն այդ թիվը 1.5 միլիոնի է հասնում, շատ խորհրդանշական թիվ է, չէ, 1.5 միլիոն հայ է հեռացել Հայաստանից։ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության այս 9 տարիների իշխանության Հայաստանից արտագաղթել է 350,000 մարդ։ Եվ մենք առաջիկայում արդեն կունենանք խնդիր զորակոչի հետ կապված, եթե հիմա չունենք արդեն, եւ բազմաթիվ այսպիսի մարտահրավերներ։ Եվ այս իմաստով ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունները ավելի քան տեղին են։ Սակայն եթե Ղարաբաղի հարցը չլիներ, արդյոք արտագաղթ չէր լինի։ Ես համարում եմ, որ պարտադիր չէ, որ այս երկու հարցերը միմյանց կապենք։ Իհարկե սրանք կապված են, ուզենք թե չուզենք կապված են, բայց հասկանանք, որ կարող են մենք ունենանք խաղաղ վիճակ, բայց այս ապօրինի իշխանությունները, որոնք փաստացի իշխանության են գալիս ընտրություններ կեղծելու ճանապարհով եւ փաստորեն զավթում են իշխանությունն ու պետությունը, նման պայմաններում Ղարաբաղի հարց ունենալ չունենալ իմ համար այնքան էլ տարբերություն չկա, թե այսինքն նորից կշարունակվի նույն այդ արտագաղթը, նորից կլինի սոցիալական անհավասարություն, անարդար Հայաստան եւ այլն եւ այլն, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը ի տարբերություն իր մյուս օպոնենտների իմ կարծիքով պատմության լավ մասնագետ է, պատմությունից ունի վախեր, պատմությունից ունի քաղած դասեր եւ պատահական չէ, որ նա անընդհատ հղումներ է անում Հայաստանի ոչ վաղ անցյալի պատմությանը։ Եվ այս տեսակետը ես կարծում եմ, որ այնուամենայնիվ իրավունք ունի անընդհատ հնչելու եւ մեր այսպես մի քիչ բթացած հիշողությունը անընդհատ այսպես վերաարտնացնելու, որտեւ այո, մենք ունեցել ենք պատմության մեջ դեպքեր, երբ որ մեզ առաջարկվել է մի լուծում, ասել ենք ոչ, հետո գնացել նրանցից խնդրել ենք այդ լուծումը, հետո ասել ենք կներեք, այդ լուծումը այլևս հնարավոր չէ։ Այդպես է եղել 1918 թվականին, երբ որ Հայաստանի առաջին հանրապետությունը դեռ ստեղծված չէր, երբ որ թուրքերը առաջարկում էին Բրեստ-Լիտովսկի սահմաններով, Բրեստ-Լիտովսկի պայմաններով գնալ հաշտության, բայց հայերն ու վրացիները լսել անգամ չէին ուզում, հետո մի ամիս հետո, երբ որ նորից բանակցությունները շարունակեցին, խնդրում աղաչում էին թուրքերին, օսմանյան թուրքերին, որ այնինչ որ դուք մի ամիս առաջ ասում էիք, հիմա մենք ուզում ենք, թուրքերն ասում են ոչ, դա չի կարող լինել, որովհետև արյուն է թափվել։ Նույնը տեղի ունեցել նաև 1920-ական թվականներին։ Ես չեմ ուզում ասել, որ նույնը կարող է տեղի ունենալ, նույնը տեղի կունենա Արցախի հետ, բայց կրկնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը որպես այդ մեր ոչ վաղ անցյալի պատմության, այսպես ասեմ, գիտակ,
ունի այդ բաները, այդ մտահոգությունները եւ այդ մտահոգությունները տեղին են եւ այդ իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանը տարբերվում է մյուս շատ ու շատ քաղաքական գործիչներից, ովքեր պատմության այդ խորքը չունեն, ընկալումը չունեն։ Սա թող չհնչի գովասանք Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին եւ ոչ էլ մեղադրանք նրա օպոնենտների հասցեին, բայց իմ ընկալումը դա է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր 100-150 տարի առաջվա պատմությունը իր ամբողջ, այսպես ասեմ, իրենով անց է կացրել եւ դրանից ունի վախեր եւ այդ վախերը նաեւ մենք պետք է ունենանք։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր այս հարցազրույցում բավական մանրամասն խոսեց նաև այդ բանակցային փաստաթղթերից, այն պայմաններից, որոնք առաջարկվել են։ Ձեր համար նորություն կար այս փաստաթղթում, օրինակ մեղրի հարցը, որը կարծես թե այդպես շատ հրապարակային չի եղել, որ ամբողջ շրջանը պիտի հանձնվի, այնտեղ ճանապարհի մասին էր խոսում, չգիտեմ, թունելի կամ լուջի, ինչ-որ նման բաների մասին էին խոսում, բայց ամբողջ շրջանը նա ասաց, որ եղել է ժամանակին եւ մեղադրեց նաեւ իրեն դավաճան ասողներին, որ դուք նման բան եք քննարկում։ Նայեք, ես տեղյակ չեմ նման փաստաթղթի, ես այն փաստաթուղթը, որը հնարավորություն եմ ունեցել կարդալ 2005 կամ 6 թվականին, դա Քիվեստում բանակցված փաստաթուղթն է, որը որպես առաջարկ կողմերին չի ներկայացվել, այլ որը ներկայացվել է որպես տարբերակ, որի շուրջ կողմերը պետք է խորհեին, մտածեին, դա Քիվեստից հետո եղել, այնտեղ օգտագործվել է sovereign passage, դա այդ փաստաթուղթը անգլերենով է միայն, այսինքն սուվերեն միջանցք բառակապակցությունը եւ քիչ թե շատ տեղյակ լինելով մանրամասներին, որտեղ հայկական կողմը ոչ միայն այդ փաստաթղթով մեղրի շրջանի մասին խոսք չի եղել, այլ այն միջանցքի մասին, այդ sovereign passage-ի մասին հայկական կողմը այնպիսի առարկություններ է ունեցել, որը ստիպել է ամերիկյան կողմին, որտեղ այդ ժամանակ ամերիկացիներն էին հիմնական այո ճարտարապետը, փորձում էին, այսպես ասեմ, ստեղծագործական լուծումներ առաջարկել, եւ դրանցից մեկը եղել է, իսկ ինչ կլինի, եթե մեղրի հատվածով օրինակ թունել փորենք եւ ասենք Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ։ Հետո հասկացել եմ, որ այս տարբերակը շատ անիրատեսական է, որտեղ 40 քանի կիլոմետրանոց, հա, եթե ազատագրված տարածքները նույնիսկ հետ ենք տալիս, այսինքն ես նկատի ունեմ այն սահմանագիծը, որ եղել է խորհրդային շրջանում, հա, այդ Հայաստան-Իրան կապի, հետո մտածել են, իսկ ինչ կլինի, եթե մենք կառուցենք էստակադա 48 կիլոմետր։ Հետո բանակցությունների ժամանակ նույնիսկ քննարկվել է լավ այդ էստակադայի վրա լինելու են արդյոք, ասենք, բենզալցակայաններ։ Այսինքն այնքան մանրամասներով է քննարկվել, անկեղծ ասած ես առաջին անգամ եմ լսում, որ ամբողջ մեղրի շրջանի վերադարձի մասին խոսք է եղել։ Կրկնում եմ այն փաստաթուղթը, որ ես հնարավորություն եմ ունեցել կարդալու, որը իդեպ մերժել է Ադրբեջանը, եւ դա շատ հանրահայտ փաստ է, եւ դա վերջերս կրկին այսպես զրույցի ժամանակ ինձ պատմեց, հերթական անգամ պատմեց այն ժամանակվա ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն, ուրեմն խոսք է գնացել ընդամենը 7-10 մետրանոց ճանապարհահատվածի մասին Արաքս գետի երկայնքով եւ դա դրա նկատմամբ Հայաստանը ամբողջական չպետք է կորցներ իր սուվերեն իրավունքները։ Սա ինչ, այսինքն այս մեղրու շրջանի մասին այս բացահայտումը նախագահի կողմից ինչ էր։ Չեմ կարող ասել, ես չեմ կարող ասել դա ինչ էր, նման փաստաթուղթ ես չեմ կարդացել, չեմ տեսել, այն ինչ որ ես տեսել եմ, կրկնեցի, այն էր ինչ որ ես ասացի։ Փորձենք ամփոփել, հիմնական ասածը սա էր, տղա եք, մի տվեք, բայց եթե չեք տալիս հիմա, ձեզ կպարտադրվի կամ սանկցիաներ կկիրառեն, միջազգային հանրության համբերությունը կհատի եւ դա ձեզանից պարզապես կվերցվի։ Հավանական համարում եք այս սցենարը։ Ամեն ինչ էլ հավանական համարում եմ։ Ես հավանական համարում եմ, որ օրինակ նոր պատերազմ կլինի եւ այդ պատերազմում Հայաստանն ու Արցախը կպարտվեն եւ մենք կկորցնենք ամեն ինչ։ Ես հավանական համարում եմ, որ նոր պատերազմ կլինի, հայերն ու ադրբեջանցիները կտան հազարավոր զոհեր, բայց ստատուս քվոն այդպես էլ կմնա։ Ես հավանական համարում եմ, որ Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի եւ արդեն միջազգային ամբիոններում կխոսի
40% կորուսյալ տարածքների մասին։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Դրա համար է, որ պետությունները, նրանց առաջնորդները պետք է ունենան խոհեմություն եւ փորձեն հարցերը լուծել ոչ թե պատերազմի ճանապարհով, այլ բանակցությունների ճանապարհով։ Հնարավոր է խաղաղության պարտադրում, դա էլ հնարավոր է եւ ի վերջո մեր ոչ վաղանցյալի պատմությունը ոչ թե մեր, այլ մեր ժամանակների ցույց է տալիս, որ այդպիսի բան տեղի ունեցել 95-96 թվականներին, երբ որ արևմուտքը ուղղակիորեն սերբերին պարտադրեց խաղաղություն։ Եվ դրա գինը շատ թանկ էր սերբերի համար։ Մենք տեսանք, որ 2008 թվականին նույն արևմուտքը կրկին էլի ի հաշիվ սերբերի ճանաչեց Կոսովոյի անկախությունը։ Ամեն ինչ հնարավոր է, բայց պետք չի սա դարձնել, այսպես ասեմ, միակ բանավեճի թեման, ասելով, որ եթե Ղարաբաղի հարցը չեք լուծում, մենք կործանված ենք։ Ես դա եմ համարում անընդունելի։ Իհարկե, Ղարաբաղի հարցը շատ կարևոր հարց է, բայց Ղարաբաղով առանց Ղարաբաղի, եթե դու, կրկնում եմ, ունես մի իշխանություն, որը ոտից գլուխ կոռումպացված է, եթե դու ունես նախագահ, որի ընտանիքը տիրապետում է հսկայական ռեսուրսների, ֆինանսական եւ բազմաթիվ այլ ռեսուրսների, նաեւ քաղաքական ռեսուրսների, եթե դու քո ժողովրդի դեմ իրականացնում ես մարտի 1-ի ոճրագործություն, եթե դու Սարի թաղի բարձրունքում ջախջախում ես, ծեծ ու ջարդի ես ենթարկում ժողովրդին, այդ թվում նաեւ լրագրողներին, այս դեպքում Ղարաբաղի հարց ունենալ չունենալը իմ համար այդքան էլ առաջնային չէ։ Հասկանում եք, այո, Ղարաբաղի հարցը շատ կարևոր է, բայց ամեն ինչ պետք չէ Ղարաբաղի, այսինքն պետք չէ մեր դժբախտությունները ամբողջությամբ բարթել Արցախի չլուծված հակամարտության պատճառով։